Հայ ժողովուրդ, Արլուսի ընկերներ, հարազատներ, ողջունում եմ բոլորիդ, կրկին ես եմ ձեր հետ, շնորհակալ եմ, որ ալիքի հետ եք, շնորհակալ եմ, որ աջակցում եք ալիքին, շնորհակալ եմ, որ ձեր խորհուրդներով ինձ ավելի, որ ասած, ոգևորում եք, ավելի սենց ճիշտ ուղու վրա եք դնում, այսպես ասած, սենց, չգիտեմ, ես իրոք շատ շնորհակալ եմ, շատ իմ վերջի վիդեոից հետո մի անգամից մարդիկ սկսեցին գրել, խորհուրդներ տալ, ոնց անեմ, որ ավելի ճիշտ լինի, կամ փորձում եմ ոգևորել, ուշադրություն մի դաս, որտեղ ես այնտեղ խոսում էի կոմենտի մասին, շնորհակալ եմ, իրականում գիտեք հարցը ինչն է, ես չեմ որ ասեմ նեղվել եմ կամ ինչ-որ բան, էդ էլ կա, բայց հիմնականում այդքան են ինչքան որ ինչ ջղայնացնում է միտք իմաստ չունեցող ինչ-որ մի խոսք, որը զուտ ուղղված է մարդուն վիրավորելու, եթե դա իր մեջ պարունակեր, ասենք ինչ-որ իմաստ, որ ինչ-որ տեղից գալիս է, ես կընդունեի, բայց այս պարագայում մի խոսքով էդ անցանք առաջ, խոսացել ենք դրա մասին, նորից չծավալվեմ, երկուշաբթի, առավոտյան ժամը 7-ն է, ես ճիշտ ասած որոշել էի այսօր շատ շուտ դուրս գայի, նույնիսկ ուզում էի ժամը 3:30-4-ի կողմերը դուրս գայի, թե հնարավոր էր, բայց փաստորեն հնարավոր չէր, որովհետև էլի քնած մնացի, էլի չկարողացա վեր կենամ։ Բայց էլի շատ ուշ չի, ժամը 7-ն է դեռ, գեղեցիկ առավոտ, պայծառ, սենց պարզ եղանակ, չնայած որ արդեն արևից կազմա, որ այսօր անտանելի շոգ է լինելու, բայց ինքը օրը շատ գեղեցիկ է, խնդրեմ տեսնում եք, այսինքն չգիտեմ ինչքանով եք տեսնում, դեռ համոզված չեմ, որ վիդեոն ամբողջս գեղեցկությունը կարողանում է փոխանցել, բայց ստեղ դիմացը սարեր են կանաչ, ծառերը բոլորը կանաչ, սիրուն երկինքը պարզ, իրոք շատ գեղեցիկ առավոտ է, գեղեցիկ է նաև այնքանով ժողովրդի համար ովքեր այս գործի մեջ չեն, գեղեցիկ է նրանով, որ փողոցները դատարկ են, չկան խցանումներ, հանգիստ տեղաշարժվում ես քո համար, ստիպված չես էլի առավոտյան ժամերով նստել խցանումների մեջ, բայց դա մեզ այդքան էլ ձեռ չի տալիս, որովհետև դա նշանակում է, որ քաղաքը դատարկ է, դա իր երթին նշանակում է, որ էլի մեզ սպասվում է ստրեսային մի օր, բայց եկեք առավոտյան շուտ սենց նեգատիվ չտրամադրվենք, հույս ունենամ, որ այսօր գործ կլինի, լավ կլինի, դեպս ինչ էլ ուզում անի երկուշաբթի է, ենթադրում եմ, որ պետք է գործ լինի, սենց ասում եմ, բայց գիտեք, չէ, մտքիս մեջ ենթագիտակցորեն, սենց չգիտեմ, համոզված եմ, որ ոչ մի բան չի լինելու, բայց էլի ես ինձ հույս եմ տալի։ Մի խոսքով հույս ունենամ, որ գործ կլինի, գոնե մի քիչ շարժ կլինի, չնայած, որ ասեմ, ես այսօրվա վրա արդեն, ոնց որ ասած, ունեմ մի հատ ֆիքսած գումար, որ արդեն համարում եմ ես այդ գումարը աշխատել եմ, քանի որ ունեմ իմ շատ սիրելի ու հավատարիմ, սենց ասած, հաճախորդներից մեկը, որը եթե մի քիչ ավելի սենց բան արտահայտվեմ, կասեմ, որ առանց ինձ տանից դուրս չի գալիս, պարտադիր, կապ չունի, նույն րոպեին է ուզում դուրս գա, թե պետք է հաջորդ օրը մի տեղ գնա, պարտադիր ինձ գրում է,
կարող է հանկարծ հարմար լինի, որ գաս ինձ տանես։ Գիտեմ, որ ասենք ես շատ ուշ եմ տեղեկացնում վերջի վարկանին ականել ես, բայց եթե նույնիսկ չես կարող մի մտածի։ Մի խոսքով, սենց ինքը շատ լավ հաճախորդ է։ Ես այդ հաճախորդին իմ վիդեոներից մեկում ցույց տվել եմ։ Մի խոսքով, այսօր պետքա իր տղային երեկոյան իջացնեմ аэропорт, իսկ ինքը իմ ասած ցանկացած գին ես որ իրան ասում եմ, ինքը ինձ միշտ ահագին ոնց որ ավել վճարում է այդ գնից։ Ես էլ ես կյանքում չունեմ էլի տենց բան, որ ոգևորված սկսեմ գերբնական թվեր ինչ-որ կարակել։ Միշտ իրան խելամիտ մի հատ թիվ եմ ասում, ինքը ավելի շատ դրանից է ոգևորված ինձ ավել վճարում, որովհետև ինքը սպասում էր, որ ավելի թանկ պետք է լինի։ Բայց ես այդ իմ ոնց ասեմ, աշխատելու ոճն է, սենց ասեմ, որովհետև ես նախընտրում եմ ավելի լավ։ Ես միշտ, եթե կա սենց private գործ, ես միշտ գումարը մի քիչ ցածր եմ ասում սովորականից, այդ որպես խորհրդի կարգով էլի, ուրիշ բան չմտածեք, ուղղակի ուզում եմ ասեմ, որ աշխատում է, իմ տարբերակում դա աշխատում է, ես մի քիչ ավելի ցածր եմ ասում գումարը, սովորաբար 95% դեպքերում իրանք քո սպասածից էլ մի բան էլ ավել են քեզ վճարում, բայց երբ որ դու այն բարձր պլանկեն ես կրակում, մարդիկ կան չեն ուզում, մարդիկ էլ կան մաքսիմում կարող է հենց մենակ այդ թիվը տան, մի բան էլ դժգոհ գնան, որ ես ինչ թանկել։ Ուզում եմ ասեմ, կարակ տենց անեք, եթե ունեք պրայվետներ ու ասենք մտածում եք ոնց անեք, որ այդ մարդկանց ոգևորեք, որ ավելի շատ օգտվեն ձեր ծառայություններից, իմ պահով դա աշխատում է։ Մի խոսքով, այսքան ինչից ավարտվեցի, ուզում եմ ասեմ, որ անկախ նրանից այսօր ինչքան կլինի գործը, շատ լավ կլինի, թե սովորական, թե միջին, ես արդեն գիտեմ, որ ես այդ ֆիքսած գումարն ունեմ։ Հիմա թե Աստված տա դրանից ավել կաշխատենք, ես դեմ չեմ, իհարկե դեմ չեմ, եթե ոչ, այդ կա ու կա։ Չնայած ունեմ, որ մի հատ էլ private հաճախորդ ունեմ, որ երեկոյան ինձ զանգեց, հիմա այսօրվա վրա կլինի կամ վաղվա վրա դեռ համոզված չի, բայց այդ էլ որ լինի, գումարած ընտիր կլինի։ Տենց ժողովուրդ հիմա իջնենք տեսնենք այսօր մեզ ինչ է սպասվում։ Գլենդելից եկա Pasadena NL XXL-ով, ընդամենը վճարեց $24, բայց դե ինչ հարած ոչ մի բան չկա, ասենք, ինչ տալիս է պտյան, այս պային ասենք, համ Excel-ս է միացրած, համ Comfort-ս է միացրած, ու Pasadena-ում եմ արդեն ագին ժամանակ սպասում, ստեղ էլ էլի մեռած վիճակ, ոչ մի բան չկա, տեսնենք հույսս էներ գոնե այդ միջև այդ երեկոյան այդ ռեզերվա private-ս որ կա միջև այդ գոնե մի քիչ մի քանի պատվեր անեմ որ ասենք այսօրվանից գոնե մի բան հասկանամ որտեվ անցած շաբաթ ուրբաթ շաբաթ հենա շատերը ինձ տղեկից մեր գրեցին մերսի ձեզ որ դուք էլ գրեցիք հասկացա որ մենակ emoji որտեղ մտածում եմ ասում եմ կարող է արդեն app-ս խնդիր ունի կամ ինչ որ տես մի ուրիշ խնդիր կա
բայց պարզվեց տղեկը բոլորն էլ բողոքում են, որտեվ մանավանդ ուրբաթ շատ վատ ա եղել, չնչին տարբերությամբ լավ եղել է շաբաթ օրը, երեք դե չքշեցի, գոնե այսօր իմ այդ եմ մտածում, մի քիչ տարբերություն լինի, մի քանի բան քշեմ գոնե մի 3-4 պատվեր, հա, շատ բան չէ, որ այդ երեկոյի այդ private-ն էլ անեմ հետը ու մի բան դուրս գա, թե չէ սենց չեմ ուզում նույնիսկ տեղից շարժեմ, որտեվ աննորմալ քանակի գիտեք դուք էլ ովքեր քշում են այս մեծ ավտոներ, բենզին ա խմում մեքենան, հիմա $24 եկե հասել եմ ստեղ, հիմա ստեղից նորից քշեմ իշտեմ հետ գնամ, կլինի որ մի $30-35 ծախսեցի, որ ես $24 աշխատեմ, դրա համար մի ստեղ կսպասեմ, միգուցե ստեղից մի բան վերցնեմ, գոնե դեպի ներքև, էլի կապ չունի ինչ։ Հա, իմիջայլուց, քանի դեռ սպասում ենք, ձեզ կուզենայի ցույց տայի տենց մի քանի կադրեր, եթե կհիշեք, ես մի հատ շորթ էի տեղադրել, մի որոշ ժամանակ առաջ, առաջարկությունով, որ եթե ունեք ինչ-որ վիդեոներ, ասենք, կամ հետարքիր ինչ-որ մի տենց տեսանյութեր կամ պատմություններ ես Uber-ի հետ կապված, ուղարկեք ինձ, ես ասենք կտեղադրեմ իմ մոտ ալիքում ու մեր ալիքի հավատարիմ հետևորդներից Արթուրը, որը նաև համատեղությամբ իմ լավ ընկերն է, Արամը, որը նույնպես իմ լավ ընկերն է ու ալիքի հետևորդն է, ուղարկեցին վիդեոներ ու մեր Արամի մոտ, սենց ասեմ, Արամի, ես միշտ կատակով ասում եմ, այդ բանն է, Հոլիվուդի ոնց որ այդ հայտնիության լարը ընկել է Արամի ավտոյի վրա, ինչ տեսակի դերասան ու երգիչ ասես ու համաշխարհային, ասենք, մասշտաբի հայտնի, Արամի ավտոն նստում է։ Արամը միշտ ինձ ուղարկում է ֆոտոները, վիդեոները, որով է նստել իր ավտոյում։ Ես կտեղադրեմ հիմա այստեղ, մեկ էլ էս մեր Արտուրի ավտոն սենց նստել էին սենց աննորմալ ժողովուրդ, ես տեղադրեմ, դուք էլ դիտեք, մինչև սպասում ենք պատվերի։ Դե ինչ, բոլորին բարի երեկո, արդեն կլինի մոտավորապես 5 ժամ, եթե ոչ ավել, ես թե փողոցներում անկապես կոմ գնացի եկա, թե բարձացա տուն, չգիտեմ ինչ, X միացրեցի, Comfort միացրեցի, ինչ ասես միացրեցի, ոչ մի բան չկա։ Նոր ժամը 6-ն է, նոր ես մի հատ մեր մոտից La Crescenta-ից Comfort-ով մարտիչացրեցի գլենդել։ Ճիշտ ասած, ահավոր վիճակ է, ճանապարհին էլ մեր տղերքից քշողում հետ ծանոթ եմ, ովքեր ինձ են ճանաչում, հանդիպեցինք, բոլորի մոտ ահավոր մի հատ սենց ահավոր վատ վիճակ։ Ես էլ ասում եի ուրախ առավոտ ասում եի լավ է, գոնե ոնց է չլինի, օրվա ընթացքում 2 հատա, 3 հատա պատվեր կտա քշեմ միջև գնամ ես իմ private-ը անեմ, բայց դե խնդրեմ Uber-ը իմացավ, որ ես private ունեմ, ասեց քեզ էդի շատ կլինի, արի դու սպասի միջև private-ի ժամը կգա, հենց որ մնացել է 2 ժամ, 2 ժամից պետք է գնամ private-ի հետևից, հենց որ տեսնենք ինչ անում, ես ճիշտ ասած կամաց շարժվում եմ Բրբանկի Costco-ի կողմ, հիմա գլենդելում եմ, բայց այդ կողմ եմ գնում, այսօր որոշել եմ
գնամ Costco-ից բենզին լցնեմ, որովհետև նախ էժան է, բայց էժանի հետ մեկտեղ ես օրինակ երբ լցրել եմ Costco-ից միշտ ասենք գոհ եմ մնացել իր ծախսելու առումով, թե մեքենայի քաշի առումով, դեղի բենզինը դուրս գալիս է, չգիտեմ, եթե դուք օգտվում եք կամ օգտվել եք, կերեք ձեր կարծիքը իմանամ, արժե արդյոք Costco-ից բենզին լցնել, թե ոչ։ Միակ վատ բան ընդեղ հերթն է, բայց հերթն էլ էլի արագ է շարժվում, երկար չես կանգնում։ Բայց ես օրինակ միշտ երբ լցնում եմ Costco-ից, տարբերությունը զգում եմ։ Իսկ մեր են հայրենակիցների համար, ովքեր ստեղ չեն բնակվում եւ չգիտեն Costco-ն ինչ է, Costco-ն դա հսկայական ցանց է սուպերմարկետների, ես կասեի մեգա մարկետների, որտեղից ամեն ինչը գնում ես, կարելի ասել մեծականակ, հատով չի վաճառվում ոչ բան, ինքը շատ հայտնի ու տարածված խանութ է, համարյա բոլորը օգտվում են Costco-ից, նախ շատ հարմար է գինը գալիս, գները բավականին մատչելի է համեմատած ուրիշ խանութների եւ ծեր է տալիս, ոնց որ դեժանով ավելի շատ ես առնում, ուղղակի շուտ փչացող ապրանքներ ընդեղից թե տան համար ես առևտուր անում, ոչ թե բիզնեսի, շարժի առնել, որտեղ միս եւ մնացածը շուտ փչանում են։ Ու նրանք ամեն ինչ ունեն, ոչ միայն մթերք, ամեն ինչ հագուստից բռնացրած, տեխնիկայով, ամեն ինչով ունեն անվադողերի կետ, նույնիսկ ունեն ամեն ինչ էլ ունեն մի խոսքով, ու նաև ունեն բենզալցականներ, որտեղից բենզին ես լցնում, ուղղակի ստեղ Costco-ն, նայեք, ունի sense մի պահ, դու պետքա բաժանորդագրվես, տարեկան մուծում կա, կարծեմ 60-ից մինչև 100 թե 120 դոլարի սահմաններում է, չեմ հիշում ճիշտը որ ասեմ, պետքա այդ քարտը ունենաս Costco-ի, անդամավճար տաս, առանց այդ քարտի պետքա լինես անդամ, member պետքա լինես, չես կարող այնտեղից առևտուր անես, մուտքի մոտ էլ կանգնած ստուգում են, որ քարտը առաջ ստուգում էին, հիմա սարքերա դրած, այդ սարքի վրա ուրեմն դու քարտը դնում ես, ես ճանաչում ես սկանանում, նոր կարող ես արդեն մտնել առևտուր անել։ Ինչպես բոլորը, նաև մենք Costco-ից միշտ օգտվում ենք, օրական մեր առևտուրները ճիշտ է խանութներից տարբերանում ենք, հայկական կամ ոչ միայն, բայց ասենք լինի 2 շաբաթը 1 կամ շաբաթը 1, 10 օրը 1 գնում ենք Costco-ից մեծ քանակությամբ առևտուր ենք անում, որպեսզի ամեն օր ասենք խանութ գնալու կարիք չլինի, տենց այդ զուտ մեր ժողովրդի համար նորից եմ ասում, ովքեր չգիտի Costco-ն ինչ է, այստեղ չի ապրում, բնական իրենց կետարկրի։ Հիմա գնանք ժամը 6-ն է, բայց freeway-ն էլ դատարկ, սենց զգում ես, որ քաղաքը տոտալ դատարկություն է, մարդիկ մի մասը դուրս են եկել քաղաքից, զգալի մասն էլ ճիշտ ասած, ուրեմն ոնց հասկացա բանի պատճառով, այս ռեյդերի պատճառով, իմիգրացիա եւ այլն, տանից վախում են դուրս գան, մի մասը փող վախում է ծախսի։ Ունեմ մի Մեքսիկ ծանոթ ունեմ, որը իմ համար տան հետ կապված գալիս է, տարբեր գործեր անում, իր հետ էի խոսում, ճիշտ ասած ինքն էլ գործ կար տանը, կանչել էի որ աներ, ինքն էլ վախենալով, որ հանկարծ չբռնեն եւ այլն, զզվելի վիճակ է, մի հատ հուսով եմ շուտ կվերջանա։ Լավ, շատ չերկարացնեմ, գնում ենք Costco, ժողովուրդ ջան, Costco-ում կհանդիպենք։ Հա, միջայլոց, այսօր ցերեկը դիտում էինք այն կադրերը, որ ընկերներս ուղարկել են, ձեզ ցույց տվեցի, ու մոռացել էի լրիվ մի շատ հիմար իրավիճակի մասին, որը իմ հետ պատահեց երեք, պատահաբար աչքիս դեմը, խնդրեմ նայեք տեսեք ինչ եղավ։ Հենց որ
Զգուշ եղեք ժողովուրդ, զգուշ եղեք, ինչքան գիժ ասես այսօր փողոցներում մեքենա է քշում, իրոք զգուշ եղեք, մի հատ ստից վրիպումը, մի հատ անմտածված քայլը, արագություն զարգացնելը կարող ճակատագրական հետևանքներ ունենա, հենց որ բոլորիդ մաղթում եմ ապահով երթևեկություն, մանավանդ մեր տեղեքին, ովքեր ամբողջ օրը ճանապարհին են, այս հսկայական մեքենաներով զգուշ եղեք, խոսքով անփորձանք գնացինք։ Դե ինչ, հասանք, տեսնում եք հերթս տեղից սկսում է արդեն ճանապարհի վրայից, այն ախնդրեմ այնտեղ այդ բենզալացակայանն է, ժամերին մի քիչ ավելի հերթը ծանր է լինում, բայց սովորաբար շատ արագ է գնում հերթը։ Հիմա տեսնենք ինչքան ժամանակում կհասնենք լցակայանի մոտ։ Ինչ հսկայական հերթը տևեց ընդամենը 10 րոպե, բայց հենց ծանրաբեռնված ասենք վիճակում էր, հենց որ վատ չի էլի, արժի։ Ու չմոռանաք, հա, տղեկ, խնդրում եմ, մի հատ գրեք հələ դուք ինչ եք մտածում ես Costco-ի բենզինի որակի մասին։ Ձեզ դուր է գալիս, դուր չի գալիս, օգտվում եք ստեղից։ Իմ համար օրինակ ես ոնց հասկանում եմ, վատ որակ չի։ Վերջ այսքան բան լսեցինք, հիմա շարժվենք, չգիտեմ ուր։ Իսկականից որ լուրջ եմ ասում, չգիտեմ ուր, որտեվ լավ է խոսքով, չենք բողոքում, էլ չենք բողոքում, շատ բողոքեցի ձեր գլուխը արդեն շատ տարա, գիտեմ։ Հիմա գնանք երևի դեպի Sun Valley կողմ, Valley Village, Sun Valley, որտեվ ընդեղ է բանը private-ը իմ, չնայած ունեմ, ինչպես նշեցի, հələ ժամանակ ունեմ, բայց ընդեղ կսպասեմ, ընդեղից էլ է պատվերներ հաճախ տալիս, սնենց որ գնանք ընդեղ։ Հիմա մնում է ստեղից դուրս գանք։ Տեսնենք ոնց է դա մեզ հաջողվում։ Ճանապարհը բլոկ են արել ու կանգնել են։ Տեսնենք կարող ենք դուրս գանք, թե չէ ստեղից։ Ժողովուրդ ջան, մեզ ճանապարհ տվեք, կներեք, մենք պետքա դուրս գանք։ Ահա։ Թողներեն ինձ բոլոր մերեն հայրենակիցները, ովքեր pick-up են քշում։ Ես ինքս pick-up շատ եմ սիրում, դա իմ երազանքն է, որ ունենամ Ford Raptor R, բայց այս pick-up-ի շոֆերների մեծ մասը որ հատուկ ընտրածն են, որ հատուկ քննություն են տալիս, նոր են իրանց pick-up տալիս, առանց այդ քննության pick-up չեն ծախում։ Դե ինչ, վերջապես, այսօրվա առաջի call-ը black car-ով իջա downtown, բա ոնց ամեն ինչը միշտ վերջի վարքյանին պիտի Uber-ը հիշի, որ call չի տվե, խնդրեմ, հիմա պետք է ստեղից շատ արագ բարձրանամ հետ էլի Valley Village, որպեսզի հաճախորդին վերցնեմ, տանեմ ուրեմն LAX։ Հասանք LAX, ընկերոջի իջացրեցի, ես այս մարդկանց հետ, չգիտեմ, հաճույք եմ ստանում այս մարդկանց ուղղակի այդ շփվելով, զրուցելով, սովորաբար իր մամային եմ ես տեղափոխում, բայց այս էլ երկրորդ անգամն է, խնդրում եմ, որ այդ տղային
առաջի անգամ ուրեմն կայարանից վերցրեցի, երկրորդ անգամ հիմա բերեցի аэропորտ ու այնքան կիրթ, այնքան բարեհամբույր, այնքան, չգիտեմ, մակարդակով տղա է, ասենց ուղղակի հաճույք եմ ստանում, թե իր մամայի հետ շփվելուց, լավ ժողովուրդ են, լրիվ սենց, որ նայում ես լրիվ մեր են ձևերով ինչը որ մենք պատկերացնում ենք ընտանիքի եւ մայր երեխա հարաբերությունների կամ ուրիշների հանդեպ հարգանքի լրիվ էս մարդիկ են ու լրիվ սենց ես չգիտեմ ուղղակի հաճույք եմ ստանում ես ուզում եմ իրապես ձեզնից բոլորիցդ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ այս վիդեոն նկարելու ընթացքում էլ օրվա ընթացքում անընդհատ ինձ գրում են կոմենտների հատվածում նույնիսկ մարդիկ կան, որ արդեն ասենք ճանաչում են ինձ, կանգնում են, ծանոթանում ենք, զրուցում ենք, ում հետ էլ արդեն ծանոթ եմ, էլի շփվում ենք։ Բոլորը ուղղակի sense մենակ փորձում են ինձ ոգևորել ու տրամադրել, որ շատ լավ բան, դե ասենք մարուկներ կան մարդկանց մի բան կա դուր չի գալի, ուզենան տեսնել մի բանը մի քիչ ուրիշ ձև, մարդ կա երաժշտությունը դուր չի գալի Ես դե կփորձեմ իհարկե, կփորձեմ իմ ոնց որ հնարավորությունների մաքսիմալով, որ գոնեն հենց անեմ, որպեսզի ավելի շատ մարդկանց դուր գային ամեն ինչ ես անում եմ, բայց ուղղակի երաժշտության հետ կապված երաժշտությունը ես ինքս լինելով չեմ կարող ասեմ, անպագորգոր կլինի, որ ասեմ ես երաժիշտ եմ, բայց երաժշտական կրթություն ունեմ համենայն դեպս ու այդ երաժշտությունից մի քիչ հասկանալուց գիտեք ոնց է երաժշտությունը մի քիչ բարդ հարց է ու բոլորին նույն երաժշտությունը իհարկե չի կարա դուր գա հասկանում եմ հիմա այնպես չի որ իմ դրած երաժշտությունները իմ սրտով է չէ ուղղակի հիմա այդ վիդեոն սարքելու պահին ասենք այդ տարբերակները կար որ կարայի օգտագործել YouTube-ը չբլոկեր ինձ sense կոպիտ արտահայտվեմ Այդ եմ դրել, բայց միևնույն ժամանակ ճաշակին էլ ընկեր չկա էլի, հիմա եթե ես փոխեմ մի բան, մեկին դուր կգամ, մյուսին դուր չի գա, այնպես որ կներեք, եթե բաներ կա, որ ես ասենք տեղադրում եմ, երաժշտություն կլինի թե ինչ, որ ձեր ճաշակով չի, բայց հա, չգիտեմ, այդ բաղով, ես նրա համար եմ ասում, որ իրոք տեսնեք, հասկանաք, որ ես մեծ ուշադրություն եմ դարձնում ձեր կարծիքին, ձեր խորհուրդներին իսկ ձեզնից ինչ է պահանջվում եւ ինչ եմ ես խնդրում ընդհանրապես լայք դնեք իմ վիդեոներին եթե հավանում եք ով գրանցված չի գրանցվեք ալիքին որ YouTube-ը ավելի շատ սկսի տարածել իմ վիդեոները որ դիտումները մի քիչ շատ լինեն որ ես էլ կարողանամ ավելի հաճախ պատրաստեն վիդեոներ ու ոչ միայն այս տարբերակով ես լիքը ուրիշ մտքեր ունեմ կողքից մեջ ուրիշ ֆորմատներով փորձում եմ մտածում եմ որ կուզենայի սենց էլ անեի սենց վիդեոներ անեի բայց դրա համար ժամանակ է պետք իհարկե որը դեռ չունեմ ցավոք սրտի բայց շուտով դա էլ կլինի ընդհանրապես նորից եմ կրկնում խնդրած կլինեմ ձեզ, որ ովքեր գրանցված չեն գրանցվեն ալիքին, եթե հավանում եք լայքի կոճակը սեղմեք, զանգակի կոճակը նոր գրանցվողները կարող են սեղմել կամ այն մարդիկ, ովքեր գրանցվել են, բայց չեն սեղմել, կարող են սեղմել, որպեսզի ձեզ notification գա, որ դուք իմանաք, որտեղ մարդիկ կան ինձ գրում են զանգում են, հարցում են, ասում են քանի օր առաջ վիդեո ես տեղադրել, բայց մենք չենք իմացել այդ մասին։ Հենց որ հա, կարաք այդ սխմեք, որպեսզի վիդեոն տեղադրելու հենց առաջին վայրկյանին ձեզ տեղեկացնում է YouTube-ը, որ նոր վիդեո դուրս եկել։ Հենց որ բոլորից շատ սիրում եմ ժողովուրդ ջան, նորից շնորհակալ եմ բոլորիցդ, հայրենակիցներ, եւ ոչ միայն լավ եղեք, միջև մեր շուտապույտ մյուս հանդիպումը, բարի գիշեր։